Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 17-ամյա դպրոցահասակ տղան 2 ամսով կալանավորվեց։ Ինչ ասեմ, սա ուղիղ ձեռագիրն է այսօրվա իշխանության։ Հետ որ իրանք ասում են խաղաղություն, այդ խաղաղությունը իրանք թուրքերի համար են խոսում, ոչ թե հայերի համար են խոսում, որովհետև թուրքը միշտ վախեցել է հայից, ոչ թե հայն է վախեցել թուրքից, ինչքան էլ այսօրվա իշխանությունը փորձում է թուրքերով մեզ վախեցնել։ Մենք թուրքից երբեք չենք վախեցել։ Մենք ցավ ենք ապրել մեր ներսի թուրքից, ով թուրքի առաջ ծնկի է իջնում։ Երիտասարդ տղաները, որոնք իրականում շատ բարձ երեխեք են։ Երբ որ գիտեք, ես առիթ չեմ ունեցել, երբ որ ինձ ձերբակալեցին, իբր գիտեք շինծու այդ ամեն ինչով, իբր ես կազմակերպի։ Դուք առաջին անգամ եք այդ օր իրենց տեսնում այդտեղ։ Չէ, ես եկեղեցում Սուրբ Աննա եկեղեցում ես ուրեմն ծխական խորհրդի անդամ, շատ հաճախ է ես տեսնում այդ երեխեքին։ Այսինքն շատ հաճախ ասել եմ վերջի ժամանակներս, քանի որ ես հիմնականում միշտ լինում եի խորանի առաջ, վերջերս ես կանգնում եի այդպես ժողովրդի մեջ, եւ դա այդ ժամանակ մի 5-6 անգամ տենց կարող է մի քիչ ավել կամ պակաս տեսել եմ ու տենց դե բոլորը քանի որ ինձ ճանաչում են, որովհետեւ եւ մեկ ուրիշ եկեղեցու դալարում է Սուրբ Աստվածածնի խաչքավորն է, մի խոսքով sense ես ոնց որ եկեղեցու հետ շատ անմիջական կապեր ունեին, եւ հոգեպես եւ հավատով եւ ամեն ինչով։ Եվ այդտենց ինձ ճանաչում են, երեխեքը տեսնում են, բարևում են, մենք միայն բարևում ենք։ Ես ընդհանրապես տևեկի չեմ եղել այդ ամենի մասին։ Բայց ինչևէ, երբ որ ասում եմ հիմա, որ ժամանակ եմ ունեցել այս 2 օրվա ընթացքում հետևելով այդ գործընթացներին, ես տեսնում եմ, որ այդ երեխեքը նույնիսկ մինչև Նիկոլին բան ասել է, իրենք արդեն այդտեղ կար արդեն ինչ-որ լարվածություն, կոնֆլիկտ, հրմշտոց։ Ես տեսել եմ այդ երեխեքի մոտ, որ այդ լարվածությունը ինչև այդ անվտանգության աշխատակիցների հետ կապված էր, որովհետև տեղը ինքը շատ նեղ էր, եւ երբ որ ոնց էլ ուզում ես իրենք ինչքան էլ ուզենային տենց կարոտք անելով տանային իրենց ղեկավարին, միևնույնն է, այնտեղ շատ խիտ էր, էլի։ Հիմա այդ երեխեքը կարող է այդ ընթացքում ինչ-որ հետ գնալուց, հրվելուց ընկնում են, կամ չգիտեմ ինչ է լինում, այդ հասկանում եք, այդ որ երեխեքին դարձնել թիրախ ու դրանից հետո հասկանում եք բանի ժամանակ, ծաղկազարդի օրը, երեխեքի օրնության օրը, հարվածել այդ երեխեքին, այդ դեպքում ինչու ես որոշում կայացվեց, քանի որ ոչ կազմակերպել է ապացուցվեց, ոչ խուզարկություն, 2 անգամ խուզարկության որևէ բան չհայտնաբերվեց, քանի որ կարծիքներ կան, որ սա արվում է վախեցնելու համար, քանի որ առջևում քարոզարշավ է եւ հնարավոր է բազմաթիվ քաղաքացիներ, որոնք դեմ են այս իշխանություններին եւ կարող են ինչ-որ գործընթացներ միանշանակ բոլոր տեսակի այն ուժերը, ովքեր իրականում իրենցից գոնե ոնց որ մարդ ինչ-որ ուժ են ներկայացնում, ինչ-որ մի բան են ներկայացնում, ամբողջություն են, այդ երեխեքներ իրենց ամբողջությունը ցույց տվեցին, երիտասարդները ամբողջություն ցույց տվեցին, այսինքն անհանդուրժողականություն ցույց տվեցին իրենց նկատմամբ։ Իսկ սկզբանե, երբ որ Նիկոլը գալիս էր եկեղեցին, ինքը տեսնում էր, որ այդ եկեղեցում չկան այն մարդիկ, ովքեր իրենք սովոր են, որ այտենց պետք է իրենց դիմավորեն, ըստ իմ խորին համոզմամբ իրենք դա միշտ կազմակերպում են բոլոր տեղերում, ստեղ կազմակերպված չէր իրենց կողմից ոչինչ, եւ ոչ մեկի կողմից կազմակերպված չէր։ Իրանք եկան այդտեղ ու հանդիպեցին իրական հայ ժողովրդի իրական մոտեցմանը իրենց նկատմամբ վերաբերմունքին, որին իրենք արժանի են։ Եվ բնականաբար, քանի որ ես նորից եմ կրկնում, որ այսօրվա իշխանությունը վախեցնում է թուրքով, բայց խաղաղությունն էլ հոստանում է թուրքին։ Հային պետք չի վախեցնել թուրքով։ Պարոն Գևորգյան, որոշում հետ կապված ինչու՞ որոշում կայացած է որովհետև բան չհայտնաբերվեցի վերջո։ Որովհետև նորից եմ կրկնում, իրենք ամբողջ հայից, ամուր հայից, ուժեղ հայից, անկախ այդ երիտասարդը 10 տարեկան է, մանուկ է, 18 տարեկան է, երիտասարդ է, պատանի է, թե 60 տարեկան մարդ է, իրենց յուրաքանչյուր այ, ով որ կարող է ամբոստանա իրենց նկատմամբ, դա իրենք ընդունում են կոնկրետ պատերազմի ձեռնոց։ Իրենք պատերազմի ձեռնոց թուրքից չեն ընդունում, իրենք պատերազմի ձեռնոց հայից են ընդունում, որովհետև թուրքը իրենց համար Ալիևը կիրթ կառուցողական է եւ իրենք իրենց բարեկամներն են։ Ձեր նկատմամբ խափանմիջոց գրավեր։ Այո, այսօր դեռ չեմ վճարել, 24 մինչև 00-ը, եթե վճարում եմ,
չեմ կալանավորում, չեմ վճարում կալանավորում։ Հիշեցնեք ինչքան է վճարում։ 5 միլիոն։ Իսկ դուք մեղադիալի կարգավիճակ ունեք, ճիշտ եմ հիշում։ Ձերբակալված է, հետո բանակ, երևի հա, դե որ մեղադրալի է։ Ես ճիշտ ասած արդեն անունները խառնել եմ։ Մենք կադրերում տեսնում ենք, որ դուք բացարձակ այդ ամենի հետ որևէ կապ չունեք։ Հնարավոր է ձեզ, որ ձերբակալել են այլ ինչ-որ պատճառներով են ձերբակալել։ Ես համոզված եմ, որ իրենք այլ պատճառներով ուզում են ինչ-որ, չգիտեմ, իրենք երևի ուզում են անպայման մի բան գտնել, որտեղ այսքան տարիների ընթացքում ինձ բնականաբար ոչ մի ձև չեղավ լրացնել, ոչ մի ձև չեղավ առնել ոչ մեկի կողմից, ոչ մի ձև չեղավ պայքարից։ Ես երեխեք, ես ասում եմ, ինձ ուղիղ ասեք, որ այսօր ամեն ինչ նորմալ է, հիմնավոր ձևով ասեք, որ սա հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության պետականության, մեր Արցախի, մեր սախողերի, մեր ամեն ինչի, Սփյուռքի, մեր էության, հայի, փրկության միակ հնարավոր ճանապարհն է եւ մենք իրապես փրկվում ենք, ես գոնե մի օր գնամ ինձ համար ապրեմ։ Ես չեմ հասցրել պատանի տարիքից ինձ համար ապրել։ Ես պաշտոն չեմ ուզում, ես իմ հողն եմ ուզում, ես իմ հային եմ ուզում, որ թուրքը չկարողանա մատ թափտա իմ հայի վրա։ Ես ինձ ընդհանրապես բացարձակ են ովքեր այսօր կլինեն իշխանություն, ովքեր չեն լինի իշխանություն, ինձ համար իմ հողն ու ջուրն է պետք։ Ինձ համար պետք է որ այստեղ Եռաբլուր ես մինչև 20 թիվը որ գալիս մտնում էին զինակից ընկերների հետ, մենք արժանապատվությամբ ենք մտնում։ Մենք մտնում ենք ընկերներիս ասում ենք շնորհավոր տվեք։ Ճիշտ է դուք այսօր չկաք, մենք ձեր տերնել ենք, մեկ էլ նեղվում ենք, որտեղ շատ հաճախ ելնում էր ասում ենք, ես ասում ենք ժողովուրդ, մենք մեղավոր չենք, որ չենք զոհվել։ Բայց այսօր մենք գալիս ենք ստեղ սուքով։ Ես չեմ ուզում այդ սուքը։ Ես ուզում եմ, որ մենք արժանապատիվ ապրենք։ Ես չեմ ուզում, որ մենք ծնկի իջնենք թուրքի մոտ։ Ես չեմ ուզում, որ իմ ներքին հայը թուրքին խաղաղություն ասի քո համար է, իսկ հային պատժի։ Ես ուզում եմ երկրի իշխանությունը Հայաստանի Հանրապետության, հայոց աշխարհի տարածքային ամբողջականության երաշխավորը լինի եւ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինի, այլ ոչ թե թուրքի անվտանգության երաշխավորը լինի հայից։ Միջերտող հարցը դա այս միջադեպի հետ կապված ձեր բնակարանում կամ տանը խոզարկություն եղել է ձեր հեռախոսը ինչ է եղել։ Այդ ինչ ես իրավունք չունեմ բնականաբար հրապարակել ինչ են ինչ են թողել, այո, խոզարկություն եղել է եւ իմ ծնողներից, այսինքն որտեղ հիմնական բնակվում է եւ այնտեղ որտեղ, այսինքն ես մի խոսքով որտեղ ես կարող էի լինեի, այնտեղ եկել են խոզարկություն անելու, բայց ինչ որ բաներ առիթավոր են։ Ժողովուրդ ջան, ես իմ երկրի, իմ հայ ժողովրդի պաշտպանն եմ։ Ես նորից եմ կրկնում, երբ որ ես պլանավորում եմ, ես պատիվ եմ ունեցել պլանավորումների եւ կազմակերպել, ես երբ որ պլանավորում ու կազմակերպում եմ, ես կազմակերպում ու պլանավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքերում, ազատագրական պայքարի, որի շնորհիվ եղավ Հայաստանի անկախ պետականություն, որի իշխանություններն են իրանք, իշխանավորներն են իրանք։ Ես պլանավորել եմ դրանք, ես չեմ կարող պլանավորեմ առավել եւս երիտասարդ տղաներով ինչ որ քայլեր անելու համար։ Սա մենք չենք։ Մենք հաղթող տեսակն ենք, մենք երկիր պահող տեսակն ենք, մեր հայ պատիվը պահող տեսակն ենք, մենք զինվորի թիկունքը պահող, զինվորի դիմացը կանգնող տեսակն ենք, զինվորից առաջ գնացող, որ գյուլեն իրան չգա, այլ մեզ գա։ Մենք այդ տեսակն ենք, մենք երեխեքին չենք բերում փորը գցում, մենք իրանց ձեռագիրը չունենք։ Եվ թեև ուղղախորհրդից չսկսեցին կանոններում գոնե ուղղախորհրդի բանտուք ենք հա 10 տարելից հա այդ օրերի կապված Սա Արցախյան ազատագրական պայքարի երկրորդ պատերազմն էր։ Միշտ թուրքերը եւ այսօրվա իշխանությունը անընդհատ խոսում են, որ մենք ունեցել ենք երկու պատերազմ, երևի ռևանշական են ուզում ասեն, հա, որ իբր թե թուրքերը առաջինում չհաջողվեց, երկրորդում հաջողվեց, չէ, մենք միշտ ռազմական գործողություններ, մարտական գործողություններ, տարբեր փոքր թե լայնածավալ միշտ իրենց կրել ենք, որովհետեւ հայը կրող էր։ Երբ որ հային թիկունքից դավադիր հարվածեց իշխանությունը եւ դավադիր հարվածով իրենք բացեցին բոլոր դարպասները, թուրքը կարողացավ պարզապես ներխուժել։ Թուրքը չի հաղթել հային, թուրքը չի հաղթում հային, թուրքը չի կարող հաղթի հային։ Ու այս 44 քառորյա պատերազմի ժամանակ մեր փառապանց տղաները, որ այսօր
լուսավորում են վերևից մեզ, իրանք եւս օրինակ են, որ եւ ապացույց, որ մեզ հնարավոր չէ հաղթել։ Մենք մեր արժանապատվության, անկախության, երկրի համար, ժողովրդի համար, ազգի համար, մեր հայրենիքի համար պատրաստ ենք եւ մեր կյանքը տալու եւ ուղիղ ապացույցներ մեր երիտասարդները, ու մենք Թուրքին կարել ենք, կրում ենք ու կարելու ենք։ Ես նորից եմ կրկնում։ Մեր խնդիրը ոչ թե Թուրքն է, որովհետեւ Թուրքին են մեզանից պաշտպանում այսօրվա իշխանությունը, այլ մեր խնդիրը մեր ցավն է, ներսի մեր Թուրքը։